Վերջին շրջանում նկատվում է ապրանքների գնաճ, ինչով է դա բացատրվում, պարոն Սարգսյան։ Տեսեք, 2024 թվականին 223 միլիարդ դրամ պետական եկամուտները չապահովվեցին, 2025 թվականի համար շուրջ 200 միլիարդ դրամով ավել են պլանավորվել, այսինքն շուրջ 400 միլիարդ դրամ 2025 թվականին խնդիր ունեն պետական եկամուտ ապահովելու։ Այս դեֆիցիտը պետական եկամտի պետք է ապահովեն կամ լրացուցիչ պարտքերի ներգրավման հաշվին, որի հավանականությունն արդեն բավականին ցածր է, կամ այլ եղանակով հարկ հավաքագրելու։ Հիմա հարկի հավաքագրման ունենք երկու հիմնական տարբերակ։ Առաջին տարբերակը ու ազնիվ տարբերակը պետականամետ իշխանության, այդպես վարքագծին հարիր եղանակը հետևյալն է։ Ամեն ինչ անել, ստեղծել ներուժ, պոտենցիալ եւ արտադրանքի ծավալ, ծառայությունների ծավալը ավելացնելով, այսինքն տնտեսությունը իրապես ընդլայնելով, ավելի շատ հարկ հավաքագրել։ Սա եւ ազնիվ է եւ, այսպես ասեմ, տնտեսագիտության մեջ ինքը ոսկե կանոն է։ Երկրորդը, եթե անազնիվ է լինում կառավարությունը, այլ տարբերակ չի մնում։ Ինքը պետք է գնա արդեն չարաշահումների տարբերակով։ Այսինքն, հարկային դուրիքաչափերի բարձրացում իրականացնի, հարկման բազաների ընդլայնում իրականացնի, սակագների բարձրացում իրականացնի, որպեսզի կարողանա չեղած տեղից արդեն ավել հարկ հավաքագրի։